Ճանաչում եք, հարցում եմ անցկացնում։ Դեմքն եմ ճանաչում, իրեն ոչ։ Իրեն չեմ ճան, բայց դեմքը ծանոթ է։ Որտեղից։ Այդպես Facebook-ներից, ուրիշ ոչ մի տեղից։ Ճանաչում եք, Հա, կարծում քաղաքական գործիչ է։ անունը գիտեք։ Չէ, իրական, որտեղ վերջերս եմ ավելի հանդիպում իրան սոցկայքերում։ Ինչ է կարծում իր առաջարկած ծրագրերը Հայաստանի համար օգտակար են։ Այ չեմ հիշում իր առաջարկած։ Իրական, եթե նայենք ով ինչ առաջարկում, այդպես է չենք ասում վերջնակետին։ Առաջարկները լավ են, բայց դե Ճանաչում եք։ չեմ ճանաչում։ Երբևէ ոչ միտեղ չեք։ Չէ, ով ան բայց։ Բայց ես որ ոլորտից կլինի։ Չգիտեմ, չեմ ուզում։ Կճանաչեք այս տղան։ Հա, Նարեկ Կարապետյան։ Ինչ է կարծում, կարող են Հայաստանում դրական փոփոխություններ անել։ Ես կարծում եմ այո։ Հատկապես իրենց որ խոստումն է ձեզ համար արժանահավատ թվում։ Կոնկրետ Նարեկ Կարապետյան է։ Ընդհանրապես այդ մեր ձևով նախաձեռնություն։ Չեմ կարող ասել, բայց որ փոփոխության կարիք ունենք, դա փաստ է։ Բայց իրենք կարող են անել։ Այո։ Ինչու երկար մտածեց։ Երկար մտածեցի, որովհետև երբ որ հարցը տալիս եք իրենք կարող են անել, գիտեք հարցը ինչ է։ Այսինքն, եթե մարդ ունի իշխանություն, ամենակարողը իշխանությունն է։ Հիմա մեր հարցը էս է, իշխանության դեմ կարող են մի բան անել, թե չեն կարող անել։ Այստեղ ոչ թե Նարեկ Կարապետյանից է կախված կամ ինչ որ ուժից է, չեմ կարող ասել, բայց որ իշխանության դեմ մի բան պետք է անել ու հուսամ, որ կկարողանան անել, հուսամ, որովհետև այս իշխանությունով արդեն գնում ենք տոտալ ֆաշիզմի։ Օրինակ ձեզ համար հայտնի է Նարեկ Կարապետյանն ինչ է առաջարկում Հայաստանը անվտանգ, ավելի անվտանգ Ոչ դարձնել։ մի բան հայտնի չի, բայց որ այս իշխանությունը Հայաստան դարձրեց ավելի վտանգավոր, դա փաստ է։ Ոչ ոք չկարող դա հերքել։ Այսինքն հիմա որպես քաղաքացի դուք կարևոր եք համարում Որպես քաղաքացի ծրագիր ես- կներեք վերջացնեմ, ծրագիր, որ Հայաստանը ավելի անվտանգ լինի, թե ծրագիր, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնի։ Իմ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, իմ խնդիրը ավելի անվտանգ Հայաստանը։ Որպես քաղաքացի, որպես յուրաքանչյուր հայի խնդիրն է ավելի անվտանգ Հայաստանը, ու ասենք չլինի, որ հիմա մի բան հիմա դուք ժուրնալիստ եք, չէ՞։ Մի բան բռնեցիք, հարցրեցիք, վաղ ինձ բանտ չտանեն դրա համար։ Սա էլ է անվտանգության հարց։ Կտանեն։ Ես ես երաշխավորում կտանեն։ կպաշտպան։ Կտեսնեն։ Կճանաչեք այս մարդ։ Մարդը ծանոթ է, բայց դերասան է, ոնց որ։ Որտեղ եք տեսել։ Որ ֆիլմում, որ դերասան եք համարում։ Դուք էլ այս մարդուն նայ ճանաչում ես։ Ինչ ծանոթ է, բայց չեմ կարող հիշել։ Կամ հաղորդավար կամ դերասան կամ քաղաքական գործիչ, գլոբալ առումով այդ նույն բանն է։ Կճանաչեք այս մարդուն։ Ինչ որ քաղաքական մեկնաբան է, ինչա։ Ինչ։ Ինչ որ շատ եմ տեսել հեռուստացույցով, լավ էլ ելույթներ անանում։ Ինչ ասպարեզում եք տեսել, կհիշեք։ Չէ, տես չեմ կարող ասել։ Ինչ ոլորտի հետ ասոցացրեցիք։ Քաղաքականության այդ անվտանգության ինչ որ բաների հետ այդպես կապված մեկնաբանություններ բաներ։ Հետո Մեր ձևով շարժումից Նարեկ Կարապետյանն է։ Դուք ինչ եք այս շարժման հետ կապված կանխատեսում, հաջողության կհասնեն, թե չէ։ որ շարժման հետ։ Մեր ձևով։ Մեր ձևով Իրենք են այդպես կոչում։ վերջ տանք այդ հեքիաթներին։ Սամվել Կարապետյանի եղբոր տղան է եւ քաղաքականություն են մտել, հիմա իշխանություն են։ Դե հա դրսից ով ինչ գալի իր համար թազա բաներ է, մտածում, ասում, իշխանություն են ուզում, աթոռ են ուզում։ Բայց այն հաստակա ու լավ էլ ապրում ենք, էլ ինչ է եղել։ Օրորել գնալով ավելի լավանում է։ Չէ, իրանք ասում են վատ է Դե Հայաստանի վիճակը պետք է դե լավացնել։ իրանց համար լավ է, դե ձեռնից այնքան բան է տանում։ Ինչ որ օրինական չի։ Բայց լավ վատ կլինի իրանց համար իհարկե։ Կարծում եք իրենց բիզնես ունեցվածքը պահելու համար են մտել Իհարկե։ քաղաքականություն, թե Հայաստանի շահի համար։ Չէ, դրանք ոչ մեկն էլ Հայաստանի շահի իրանց էջ պետք չի։
Նրանք Հայաստանի ցավով դարդով չեն ապրում։ Մեր ժողովրդի դարդու ցավով չեն ապրում։ Եթե Հայաստանի ցավով հետաքրքրված չէին, միլիարդատեր էին Forbes-ի ցուցակներում, Հələ ինչու պետք է ուղղորդված ուղարկում են։ Ռուսաստանից ուղղորդված ուղարկում են։ Հետա ուրիշ բան չկա։ դուք ինֆորմացիա ունեք, որը Չի։ Ինֆորմացիան ու ես տեսնում եմ էլի, ինչ է կատարվում։ Քաղաքական դաշտը ցույց է տալի էլի։ Իբր թե ընդդիմադիր են վերականգնող պետության դեպի ինչ ասեք խոսում են, հետո իսկ իրան ժամանակ ավելի լավ էր։ Հա? Ինչն էր լավ։ Այսքան ճանապարհներ, այսքան մանկապարտեզը, դպրոցը, թոշակներ են ավելացնում, դե դժվար է։ տարածքներ ենք Երկրի, կորցնում։ Դե այդպես չի կարելի ասել։ Եթե մենք այդ ուժը ունենանք ժամանակին ասենց երկրի գլխի խփած չնեին, մեջքը թուլացրած չլինեին, հիմա ամեն ինչ այլացած կունենար։ Կճանաչեք։ Երբևէ չեք տեսել։ Չէ։ Կճանաչեք այս մարդուն։ Չէ, ճանաչում։ Կճանաչեք։ Չէ, չեմ ճանաչում, չեմ էլ ուզում։ Կարող է ճանաչեք այս մարդուն։ Ոչ։ Մեր ձևով շարժումից Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբորորդին, իր հետ հույսեր կապում եք, թե ոչ։ Ոչ մի կապ։ Բայց ասում եմ լավ բան եմ ուզում անեմ Հայաստանի համար։ Հավատում Հələ որ չեմ տեսել։ կճանաչեք այս մարդուն։ Երբևէ չեք տեսել։ Կճանաչեք այս մարդուն։ Երբևէ չեք տեսել։ Չէ։ Սամվել Կարապետյանի եղբորորդին է մեր ձևով շարժումից։ Հույսեր կապում եք այս շարժման հետ։ Չէ, ես Ճանաչում եք։ Ճանաչում եք այս մարդուն։ Չէ, ընդհանրապես։ Առաջին անգամ եմ տեսնում։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր տղան, քաղաքականություն են մտել ուժ են ձևավորում, ինչ հույսեր եք կապում իր հետ։ Չեմ կարծում, որ կարամ ինչ-որ հույսեր կապեմ։ Ես ըստ նկարի նայեցի, իրականում մտածում էի հարցնեմ չափահաս մարդու նկարեք ցույց տալիս թե չէ։ Բայց հիմա շատ ակտիվ է, երբևէ չեք տեսել։ Ակտիվություն չեմ նկատել։ Իրականում սոցցանցերին հետևում եմ, բայց չի համընկել նման պատկեր տեսնել, էլի, այսպես ասած, չէ, ծանոթ չեմ։ Ճանաչում եք։ Չէ, ո՞նց է։ Ճանաչում եք։ Չէ, Ընդհանրապես չեք տեսել։ չէ։ Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբորորդին, ինչ հույսեր եք կապում իրենց հետ, մեր ձևով շարժում են հիմնել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, չեմ հետևում շարժմանը։ Ճանաչում եք այս մարդուն։ Չեք տեսել ընդհանրապես։ ոչ։ Մեր ձևով շարժումից Նարեկ Կարապետյանն է, հույսեր կապում եք իրենց հետ։ Ես ճիշտ ասած տեղից չեմ, չգիտեմ ոչ մեկին էլ չեմ ճանաչում։ Կճանաչեք այս տղային, ես լրագրող եմ, հարցում եմ անցկացնում։ Սամվել Կարապետյանի եղբոր տղան է։ Ինչ հույս եք կապում։ Իրա հետ ոչ։ Ես չեմ էլ լսում իրան։ Ոչ մի հույս իրա հետ չեմ կապում տղա ջան։ Չի դակշկրում։ Ինչքան լսել եմ, չի դակշկրել։ Բայց տնտեսությունից են խոսում, ինչ որ ներդրումներ, ասում են, ոչ մեկը պարապ չեք մնալու, բոլորը գործ եք ունենալու։ Ես չեմ հավատում։ Ներող կլեք, չեմ հավատում։ Ես իրանց չեմ հավատում։ Ես իրանց չեմ հավատում։ Всё։ Ինչու չեք վստահում օրինակ իրենց։ Ես շատ-շատերին չեմ վստահում։ Ես իմ կարծիքն ունեմ, դա իմ անձնական կարծիքն է։ Ինչ մտածում, չեմ վստահում։ Ճանաչում եք այս տղային։ Երիտասարդին գրված է, ով է դա, բայց ծանոթ է դեմքը, գիտեք, դեմքը ծանոթ է։ Որտեղ եք տեսել։ Երևի հեռուստատեսությամբ։ Ձեզ ինչ ոլորտից կարող է լինել։ Ինչ ոլորտից։ Եթե ուշադիր նայեմ, կասեմ երևի։ Երևի առողջապահության։ Հա։ Երևի, չգիտեմ ճիշտն ասած, բայց դեմքը ծանոթ է ինձ։ Հա։ Մեր ձևով շարժումից Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբորորդին, իր հետ հույսեր կապում եք։ Նարեկ հա, դեմքը հա հիշեցի արդեն։ Ես հետևում եմ այդ ամեն ինչին, հաղորդումներին։ Ես հույսեր կապում եմ։
ոչ լիարժեք, որովհետև հիմա տեսնում եք ինչ վիճակ է, էլի շատ խառնաշփոթ, ես չգիտեմ ինչ վիճակ է, բայց ինչ որ ներքին ձայնով էլի, այդպես հույսեր կապում եմ ես։ Ինակ իրենք ավելի շատ Ռուսաստանի հետ են պատկերացնում։ Այո, չէ, Ռուսաստանի, գիտեք ինչ, հիմա ես համարում եմ, որ Ռուսաստանի հետ չպետք է այդպիսի կտրուկ ինչ որ քաղաքականություն վարվի։ Ավելի շատ հարկավոր է, ինչպես ասում են, ճիշտ է, շատ փաստեր պատմական մեզ ապացուցում են, որ դա իրոք այդպես չի, բայց հիմա այն ժամանակն է, որ մենք պիտի երևի ավելի խելացի լինենք։ Կարող են օրինակ Կարապետյանները գալ իշխանությանից ձեզ։ Ըստ ինձ չեմ կարծում։ Ուզում են, բայց չեմ կարծում։ Այ հիմա այս ամբողջ համաշխարհային այս քաղաքականությունը չի թելադրում դա։ Չի թելադրում։ Չեմ կարծում։ Կլիներ, ասենք, մի հայրենասեր, իր ժողովրդին սիրող, իր ժողովրդի մեծ մասին մտածող մեկը լինի, բայց այս ժամանակներում ես չգիտեմ, չեմ կարծում, տղա ջան։ Ճանաչում եք։ Ավելի։ Չեմ ճանաչում, ես նկարով տեսել եմ։ Հույսեր կապում եք իրանց հետ։ Ոչ մեկի հետ։ Ճանաչում եք։ Ոյ, Հույսեր կապում եք իրանց հետ։ ոչ, Ինչու։ որովհետև այդ մարդիկ արդեն չկան մեր սիստեմայի մեջ, Ռուսաստանի հետ կապված, բիզնեսներ, ամեն ինչ, արդեն այդ հարցը լուծված է։ Կարող է փողով ինչ-որ մարդկանց բերեն իրանց միթինգների, բայց ես չեմ հավատում։ Մենք ճիշտ ուղի վրա ենք, մենք գնում ենք դեպի լավ ապագա։ Այս մարդիկ արդեն գիտեք, ոնց որ թե աշխարհը փոխվում է, բայց իրանք նույն սիստեմաներով աշխատում են ժողովրդի հետ, չի ստացվի։ Ով է մեզ լավ ապագա տանում։ Ճանաչում եք։ Ակնոցներով չգիտեմ։ Մի րոպե, բայց ինչի եք նկարում։ Ես լրագրող եմ, հարցում եմ անում։ Ես գիտեմ ձեզ, դուք նարեկն եք։ Բայց մի րոպե։ Չէ, չեմ ճանաչում։ Չէ։ Ընդհանրապես չեք տեսել։ Չէ։ Նարեկ Կարապետյանն է Սամվել Կարապետյանի եղբորորդին։ Հույսեր կապում եք իրենց հետ։ Չէ, ես կառավարության հետ եմ հույսեր կապում, որ խաղաղություն է բերում, Ազիզ ջան։ Բերում է, բայց։ Այո, բերում է ու հավատում եմ ու շատ լավ կլինի։ Ռոբերտ Քոչարյանն ասեց 0-ը է դախա։ Ոյ։ Ճանաչում եք։ Չէ։ Այս մի նկարը։ Ճանաչում եք։ Այո, գիտեմ։ Ինչ պիտի ասեմ, ինչ եք ուզում ասեմ։ Ձեր կարծիքը իրենց ուժի մասին։ Որ ուժի մասին։ Ճանաչում եք։ Տեսնեմ, այս մեկին չէ, բայց դες հա։ Չէ, լուսանկարի տղային ճանաչում եք։ Չէ, չեմ ճանաչում։ Որ մեկն է։ Նույն երիտասարդ, նույն մարդն է, երկու տարբեր նկարներ եմ։ Չէ, չեմ ճանաչում, չէ։ Նարեկ Կարապետյանն է Սամվել Կարապետյանի եղբորորդին։ Okay։ Մեր ձևով շարժումից ծանոթ է այդ շարժումը ձեզ։ Ոչ։ Քաղաքականություն են մտել, ուզում են ընտրություններին մասնակցել։ Չգիտեմ։ Ամերիկայից ենք չեմ անում։ Չեմ ճանաչում։ Ես շատ ծանոթ եմ Հայաստանի իրադարձություններին, բայց իրան չեմ ճանաչում։ Հույսեր կապում եք Սամվել Կարապետյանի հետ։ Ինչու։ Որովհետեւ ես ավելի շատ հավատում եմ Սիմոնյանին, պարոն Սիմոնյանին։ Սիմոնյանն ով է։ Բանը Գուրգեն։ Հա, Գուրգեն Սիմոնյանին։ Ճանաչում եք։ Ում ներեցեք։ Լուսանկարի Մեր պաշտոնյաներից է հավանաբար։ ինչ պաշտոն է զբաղեցնում։ Անկեղծ ասած ներողություն եմ խնդրում, բայց իրազեկված չեմ ուտում, բայց հաճախ տեսել եմ լուրերով եւ այլ, բայց միգուցե ավելի հետամուտ չեմ եղել։ Սամվել Կարապետյանի եղբոր տղան է Նարեկ Կարապետյանը մեր ձևով շարժումից հույսեր կապում եք իրանց հետ։ Դե բանիմաց եւ շատ մեծ գործարար է Սամվել Կարապետյանը, ինչու ոչ իմ խորին հարգանքը եւ բոլորին ուծե, որ մեծ բարերար եմ
եւ անցած ճանապարհը պետք է հարգել, ով որ ժողովրդավար է, ով հայրենասեր է, դա էլ է մեծ հայրենասիրություն, ժողովրդի կարգավիճակը բարելավել, ժողովրդի մասին հոգ տանել, ոչ թե տպավորություն ստեղծել եւ այլ։ Ես հարգում եմ Սամվել Կարապետյանի մեծ ավանդը մեր հայ ժողովրդի համար եւ խորը այսպես խոնարհում։ Բայց ինքը կարող է քաղաքական կյանքում բան փոխել մեր։ Գիտեք, եթե Սամվել Կարապետյանը կարողացել է եւ ոչ տեղաբնակների համար մեր Հայաստանից դուրս Ռուսաստանի Դաշնային Հանրապետությունը ինչու ոչ որպես մեծ գործարար միգուցե այնպիսի լծակներ է ստեղծել, որ կարողանա ավելի գործունեություն ծավալի, ավելի բարգավաճի, ինչու ոչ ուրեմն իր մտքի ճկունությունը եւ խելամտությունը երաշխիք է, ինչու ոչ նաեւ քաղաքականության մեջ լինելու, այսպես ասած, ոչ թե հեղաշրջում, այլ լավ ավանդ ունենալու, գործունեություն ծավալելու, ավելի արդյունավետ լինելու, ես չեմ կարող ասել ի պաշտոնեով, բայց հաստատ եթե մարդը կարողացել է այդպիսի մեծ ճանապարհ անցնել եւ կայուն մնալ, իր տեղը զբաղեցնել, որպես մեծ գործարար, մեծ բարերար եւ հեղինակություն ունեցող մարդ, պետք է հեղինակություն ունեցող մարդկանց առջև խոնարհվել, որտեղ մեր բոլորի ընտանիքներում մեր հեղինակությունները եղել են մեր հայրերը, մարդիկ ովքեր հոգ են տարել ընտանիքի մասին, մարդիկ ով որ մեզ համար եղել են մեծ օրինակ եւ ի վերջո նա կարող է Հայաստանի խնդիրները լուծել, անվտանգային, տնտեսական։ Գիտեք, շատ մեծ գլոբալ հարց եք տալիս, բայց եթե Սամվել Կարապետյանը կարողացել է լուծել, կրկնում եմ, չեմ ուզում, դրանք տարբեր դաշտեր են, տարբեր հարթակներ են, լինել քաղաքականությունը եւ գործարար լինելը, բայց ես ինչու եմ առանձնացնում, որտեղ Սամվել Կարապետյան որպես մեծ գործարար, մեծ բարերար չի կարելի շփոթել, ես անպագորգոր չեմ ուզում հնչի, ես անկեղծ չի կարելի, մարդիկ ասում են քաղաքականության մեջ կանք չկանք, բայց տրամաբանություն մեր հայեցի լինելով այս ներկայվիճակում պետք է մի փոքր տրամաբանորեն մոտենալ, այո, ինչու ոչ։ Կճանաչեք։ Ընդհանրապես չեք տեսել։ Ընդհանրապես չեք տեսել։ Ճանաչում եք այս մարդուն։ Արև ձեզ, ճանաչում եք։ Ոչ։ Նարեկ Կարապետյանն է։ Ճանաչում։ Ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Ճանաչում եք։ Կարեման Կարապետյանի եղբոր տղեն։ Ինչ կարծիք ունեք իրենց մասին։ Հույսեր կապում եք իրենց։ Ոչ։ Ինչու։ Ես ավելի ուրիշ մարդկանց հետ կապեմ։ Ճանաչում եք։ Ոյ, ոչ կներեք։ Ինչպես։ Չէ, չեմ ճանաչում։ Նարեկ Կարապետյանն է Սամվել Կարապետյանի եղբորորդին, մեր ձևով շարժումից։ Հույսեր կապում եք իրենց հետ։ Ոչ չեմ կարող քաղաքականության մասին ինչ որ բան ասել։ Ճանաչում եք։ Սամվել Կարապետյանի խոսնակն է, հա։ Եղբոր տղա։ Հույսեր կապում եք իրենց հետ։ Ես չգիտեմ արդեն ում հետ հույսեր կապենք։ Իրենց առաջարկած իրատեսական համարում եք ծրագրերը, լսել եք ինչ են առաջարկում։ Լսել եմ, հա։ Եթե ուզենան կանեն, ինչի՞ չէ։ Եթե ցանկություն լինի, եթե ճիշտ են ասում, չգիտեմ, արդեն չենք հավատում ոչ մի։ Կարող է գործող իշխանության այլ ընտրանք լինել։ Դե կարծում եմ կընտրենք ինչ որ ուրիշի արդեն։ Չգիտեմ, ես իմ փոխարեն եմ խոսում, կներեք։ Արև ձեզ, ճանաչում եք։ Ճանաչում եմ։ Նարեկ Կարապետյանն է մեր ձևով շարժումից հույսեր կապում եք։ Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հույս չեմ կապում, ես ինքս իմ հետ եմ։